Ուզում եմ ձեզ ողջունել, սիրելի իմ քույր եւ իմ եղբայր, Պետրոսի խոսքերով, թող ձեզ վրա շնորհ եւ խաղաղություն ավելանա, Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ, որ իր աստվածային զորության համաձայն մեզ պարգևել է այն ամենը, ինչը անհրաժեշտ է կյանքին ու աստվածապաշտությանը, նրան գիտենալու միջոցով, նրան ճանաչելու միջոցով, ամեն, Աստված մեզ ամեն բան պարգևել է, աստվածապաշտության համար, կյանքի համար, լիության համար, ուրախության համար, և ինչպես է պարգևել իրեն ճանաչելու միջոցով։ Իսկապես թող որ Տերը շնորհի, որ մենք նրա ճանաչողությունը ունենանք, ճանաչենք Տիրոջը, և Սուրբ Հոգին է, որ մեզ մոտեցնում և ճանաչողություն է բերում։ Գիտեք, երբ որ մենք ճանաչողություն ենք ունենում Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, նրա էության նկատմամբ, նրա սիրո մեծության նկատմամբ, մեր ներսը ծաղկում է։ Տենց մի երգ կա, չէ՞, ասում է, երբ դու գալիս ես իմ շուրջը, ամեն բան ծաղկում է, Տեր։ Իսկապես, երբ որ մենք ճանաչողություն ենք ձեռք բերում, մեր ներսը բալենու պես ծաղկում է, գառնան բալենու պես, ծաղիկի պես փարթամ ծաղկում է։ Եվ առաջինը մեր կյանքում, որ փոխվում է, դա մեր երկրպագությունն է։ Երբ մեր ճանաչողությունը բարձրանում է, մենք այլևս մեր երկրպագությունը չենք կատարում սովորույթի ուժով, այլևս մենք չենք գալիս Տիրոջ առջև, որովհետև այդ օրը կիրակի է և պետք է գնանք եկեղեցի, այլ մեր ներսում այդ զորությունը, այդ սիրո կրակը մեզ մղում է դեպի եկեղեցի պաշտելու ամենակարողին։ Եվ ինչպես ենք մենք նրան ճանաչում, ինչպես ենք մենք ձեռք բերում այդ ճանաչողությունը, նրա հետ մտերմաբար շփում ունենալով։ Գիտեք, Հիսուս երբ որ երկիր եկավ, նա դատապարտեց փարիսեցիներին և դպիրներին հենց սովորույթի ուժով երկրպագություն անելու համար։ Նա հորդորում էր, որպեսզի փոխվի նրանց երկրպագությունը, փոխվի նրանց մոտեցումը Աստծո հանդեպ, ասում է, նրանք չճանաչեցին Հորը, չճանաչեցին ինձ, եթե դուք ճանաչեիք Հորը, կճանաչեիք նաև ինձ։ Եվ թե փարիսեցիներին, և թե դպիրներին նա ամեն անգամ դատապարտում էր այս բանի մեջ, որ սովորույթի ուժով ոչինչ մի արեք, այլ կենդանի Աստծուն մոտեցեք և խմեցեք նրանից, կենդանի աղբյուրից խմեցեք և լցվեցեք Տիրոջով։ Իսկապես մեր ճանաչողությունը մեծանում է այն ժամանակ, երբ մենք մտերմություն ենք անում Տիրոջ հետ։ Գիտեք, մի հետաքրքիր պատմություն կա, երկարամյա ամուսիններ են լինում, 60 տարի իրար հետ ապրել են։ Եվ ծեր հասակում ամուսինը կնոջը հարցնում է, ասում է, այ կնիկ, ուր է այն անտերը, ասում է, մտնում ես ընդեղ, այն անտերի վրա դրած է։ 2 րոպե հետո լսում է ձայն, ասում է, լավ, գտա արդեն, տեղը գտա, իրար հասկանում են կես խոսքից, այնքան են իրար հետ ապրել, այնքան մտերմություն են արել, այո, երբ որ նա նրան անտեր է անվանում, նա էլ ասում է, այո, այն անտերի վրա է, ճիշտ է, այդ անտերը տեսա, արդեն գիտեն ինչի մասին է խոսքը։ Աստված ուրախանում է, երբ որ մենք ճանաչում ենք իրեն։ Գիտեք, մենք մարդիկս մեկ այլ կերպ ենք, երբ որ սկսում են մեզ ճանաչելը, մենք սկսում ենք մեզ թաքցնելը։ Հանկարծ չիմանա իմ այս կողմը, իմ այն կողմը, բայց այդպես չի Աստված։ Աստված ուրախանում է, երբ որ իր զավակները ճանաչողություն են ձեռք բերում իր նկատմամբ, և մեծ սրտով և մեծ ուրախությամբ Աստված իրեն բացում է իրեն սիրողների համար և ուզում է, որ իր զավակները մեծապես ճանաչեն իրեն, ճանաչեն այն մեծ սերը, այն մեծ ու առատ սերը, որ Աստված շնորհել է իր զավակներին։ Ամեն, ամեն։ Եթե մենք ուզում ենք ճանաչողություն ձեռք բերել, իհարկե սա նախաբանի խոսքն է, պատգամը սրա մասին չէ, հիմա ես կասեմ,
Եթե մենք ուզում ենք ճանաչողություն ձեռք բերել, մենք պետք է ժամանակ տանք, Տիրոջ հետ ժամանակ անցկացնենք, նրա հետ ժամանակ ունենանք, ինչպես ունենանք, աղոթքի մեջ լինենք, նրա խոսքը ուսումնասիրենք, սերտենք, փորփրենք, գիտեք Գրիգոր Տաթևացին ասում է նրա ծնողները փոքր հասակից նրան տվեցին Սուրբ Գրոց դպրոցին, որպեսզի Աստվածաշունչ ուսուցանվի։ Դրա համար նա դարձավ Գրիգոր Տաթևացի։ Եվ մեր հավատքի, հաջորդի հավատքի շատ հայրեր նրանք կրթվել են Սուրբ Գրքով։ Աստվածաշունչը խորը իմաստություն է տվել նրանց, եւ մենք ունեինք դպրոցներ, որտեղ որ առհասարակ հասարակությունից կտրված էին հեռավոր տեղերում, ասում էին Հարանց անապատի դպրոց, այսինչ անապատի դպրոց, նապատի դպրոց, որտեղ որ նրանք ուսուցանվում էին Աստծո խոսքի մեջ, եւ իսկապես նրանք դարձան հավատքի ամուր հիմքեր գցողներ։ Այդ ժամանակը տրամադրելու համար սիրելներ, մեզանից մի բան է պահանջվում, ջանք, ահա ես սրա մասին պետք է խոսամ, այսօրվա պատգամի բովանդակային մասը վերաբերվելու է ջանքին, եւ սա է պատգամի վերնագիրը, ջանա քո անձը ընտիր ներկայացնես Աստծո առաջ։ Աստվածաշնչում մենք հանդիպում ենք երկու համար, որտեղ խոսում է այս մասին, ասում է ջանաս քո անձը ընտիր ներկայացնել։ Առաջին համարը դա երկրորդ Տիմոթեոսի 15-րդ համարում է, երկրորդ գլխի 15-րդ համարում ասում է. ջանա քո անձը ընտիր ներկայացնել Աստծո առաջ, որպես մի մշակ, որ ամաչելու պատճառ չունի, ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարելով։ Եվ երկրորդ համարը, որը մենք ընթերցում ենք, դա գտնվում է առաջին Հովհաննես 2 գլխի 28-րդ համարում, որտեղ ասվում է. եւ այժմ որդյակներ, մնացեք նրա մեջ, որ երբ նա հայտնվի, մենք համարձակություն ունենանք եւ նրա գալու պահին նրա առջև չամանչենք։ Այս երկու համարները, երբ որ մենք ընթերցում ենք, իսկապես արժե, որ խորապես մտորենք այս համարների մասին։ Երբեմն մենք սահուն ընթերցելով անցնում ենք թե Աստվածաշունչը, թե մյուս գրքերը, բայց երբեմն էլ չենք նկատում, որ մեկ նախադասության մեջ կարող է մի ամբողջ ժամանակաշրջան տեղադրվել, որի մեջ կարող ենք տեսնել մի ամբողջ հույզեր, տառապանք, նեղություն, չարչարանք, արդյունք, փառք, մեկ նախադասության մեջ։ Մենք շատ հանգիստ ընթերցում եւ անցնում ենք, գուցե տասնամյակներ հետո գալիք սերունդները ընթերցեն 2020 թվականին սեպտեմբերին Հայաստանը ունեցավ 44-օրյա պատերազմ։ Այդ մեկ նախադասությամբ գրում են, վերջակետ դնում եւ աշակերտները անցնում են հաջորդ մասին, բայց գիտեք նրանք ովքեր անցել են դրանով, նրանք կիմանան թե սա ինչ է։ Մենք բոլորս անցանք սրանով, ունեցանք ապրումներ, ունեցանք հույզեր, աղոթքի անքուն գիշերներ, Տիրոջ նախաղակելով, խնդրելով, նրա առջև ընկնելով, այս ապրումները մենք գիտենք։ Տեսնում եք, մեկ նախադասության մեջ ինչքան մի մեծ ժամանակ, հույզեր, ապրումներ է տեղադրված այս ամենի մեջ։ Եվ հետևաբար մենք ամեն մի նախադասություն չէ, որ մենք կարող ենք ուղղակի ընթերցել եւ անցնել։ Թերևս Սուրբ գրքի ցանկացած նախադասություն իր մեջ խորը իմաստ է պարունակում, Աստծո հոգին է դրա մեջ եւ դրա մեջ խորը հայտնություններ կա, բայց այն ինչ որ ես դրա մասին փորձում եմ խորհել, որովհետեւ իմ ներսում միշտ
Աստված այս բանն է դրել, որ միշտ խորհեմ Տիրոջ գալստյան մասին եւ ասում է ջանք արա, որ քո անձը ընտիր ներկայացնես Աստծո առաջ, որպես մի մշակ, որ ամաչելու պատճառ չունենա, եւ ասում են նրա գալստյան ժամանակ համարձակ լինենք, չամանչենք։ Եվ քանի որ մենք ապրում ենք այս ժամանակների մեջ, վերջին ժամանակների մեջ, եւ վերջին ժամանակների վերջին պահերի մեջ, որ Տիրոջ գալուստը այնքան մոտ է, ես ուզում եմ, որ մենք մշտապես քննենք մեր հավատքը, քննենք մեր ներսը, արդյոք մենք հավատքի մեջ ենք, արդյոք երբ որ Տեր Հիսուսը հայտնվեց, ենթադրենք այսօր եկեղեցուց հետո ուրախ գնացինք տուն, փառք Տիրոջը, ամեն ինչ լավ է, եւ հանկարծ գիշերվա ժամը 3-ին Տերը հափշտակեց իր եկեղեցին, Տերը եկավ, որովհետև Տերը ամեն ժամանակ պիտի գա։ Արդյոք մեր անձերը ինչպես կներկայանա Տիրոջ առջև, պատրաստ եմ արդյոք Տիրոջ առջև կանգնելու եւ չամանչելու։ Ասեմ, ահա Տեր, իմ անձը, որպես մի անպիտան ծառա, ինչ որ պիտի անեի, արել եմ, թե պիտի ասեմ, Տեր, ես չեմ իմացել սա։ Կամ գուցե լինեմ կամ չլինեմ այնտեղ, բայց Սուրբ Գիրքը մեզ նախքան լինելը շարունակ հորդոր է տալիս, որպեսզի այս բանի մեջ մենք մեր անձերը շարունակ քննության մեջ պահենք։ Եվ այն ինչ որ պիտի ասեմ ջանքի մասին, վերաբերվում է հենց մեր հավատաքննության, մեր անձնական կյանքերի հավատաքննության ոլորտին։ Գիտեք, երբ որ նոր ես հավատքի եկա, Աստվածաշունչը գիշեր ցերեկ ընթերցում էի եւ այնտեղ ինձ էի տեսնում։ Եվ Աստված քանդում էր իմ ներսը, քանդում էր, շարունակ քանդում էր, եւ մինչեւ այսօր քանդում է եւ նորը դնում, քանդում է եւ նորը դնում։ Բայց այդ ժամանակ ես երբեմն նաեւ շատ հաճախ լսում էի քարոզներ, լսում էի քարոզիչների, որտեղ երբեմն լսում էի խոսքեր, որ ասում են ջանք պետք չէ անել, ոչինչ պետք չէ անել։ Աստված քո տեղը ամեն բան արել է։ Ամբողջ Սուրբ Գրքի մեջ ես չհանդիպեցի մի խոսքի, որտեղ որ ջանք պետք չէ, բացի մի բանից, խաչի վրա կատարված զոհից, որտեղ որ մարդկային ջանքը զրոյի է հավասար, եւ դեռ ավելին մարդկային ջանքը անարգություն է բերում, եթե մենք փորձենք ջանքով փրկagործում ձեռք բերել։ Միակ տեղն է, որտեղ որ մարդկային ջանքը բացառված է, եւ այն Աստծուց ձրի պարգև է ամբողջ մարդկությանը, ովքեր որ կհավատան։ Մնացած բոլոր պարագաներում Սուրբ Գիրքը մեզ ասում է. ջանք արա այսինչ բանի համար, ջանք արա այնինչ բանի համար, ջանք արա այն մյուս բանի համար, եւ շարունակ Աստվածաշունչը մեզ հորդորում էր ջանքի մեջ չտկարանալ, չթուլանալ, չծուլանալ, եւ եթե մենք կարդում ենք Տիմոթեոսին ուղված խոսքը, Պողոս առաքյալի ուղված խոսքը, որովհետեւ Պողոս առաքյալը արդեն ընծայվելու վրա էր, վերջին հորդորներն էր տալիս առաքյալներին, աշակերտներին, Տիմոթեոսին ասում էր, ով Տիմոթեոս, հիշիր, որ վերջին ժամանակներում չար ժամանակներ են լինելու, եւ թվարկում է մի շատ արատավոր երևույթներ, շուրջ 17 թե 18 արատավոր երևույթներ, որոնք տեղ կգտնեն հասարակության մեջ, եւ պետք է ասեմ, որ ինքը եկեղեցին էլ զերծ չի մնում դրանից, այնտեղ այդ արատավոր երևույթների մեջ թվարկվում է նաեւ մեկ բան, հեշտասիրություն, այն ինչը որ մարդը ինչ որ հեշտ է, դա է սիրում, թերևս երկու արմատ կա սրա մեջ, երկու արմատով է մոտենում այս խոսքը, մեկը այլ բնույթ ունի, բայց առհասարակ խոսում է այն մասին, որ մարդիկ
կծուլանան, կսիրեն անել այն, ինչ որ իրենց է հարմար։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է՝ մի արեք այնպես, ինչպես որ դուք ինքներդ եք ճիշտ համարում։ Այդպես մի վարվեք, այլ վարվեք այնպես, ինչպես որ Աստծո խոսքն է ասում ճշմարտությունը։ Եվ եթե մենք տեսնենք, ես երբ որ նայեցի Հայտնության գրքի եկեղեցիներին ուղղված պատգամները, այնտեղ մի խոսք կար ուղղված Լաոդիկիայի եկեղեցուն։ Տերը Հովհաննեսին ասում է, ասա Լաոդիկիայի եկեղեցուն, քեզ խորհուրդ եմ տալիս։ Տերը խորհուրդ է տալիս եկեղեցուն, քեզ խորհուրդ եմ տալիս ինձանից գնելու ճերմակ հանդերձ, որպեսի ծածկվես այդ ճերմակ հանդերձով, որպեսի մերկ չպտտվես և չամաչես, և քո ամոթը չերևա։ Գիտեք, երբ որ մենք տեսնում ենք, այս հանդերձը երբևիցե չի վերաբերվում փրկության հանդերձին, որովհետև Տերը խոսում է փրկագնված եկեղեցու հետ, խոսում է նրանց հետ, ում արդեն փրկել է։ Ահա այս ճերմակ հանդերձը սրանք սրբերի, Աստծո ժողովրդի, քրիստոնյաների, Տիրոջը սիրողների, Տիրոջը պաշտողների սրբությունն են և արդար գործերը, որով պիտի զարդարվեն Աստծո ժողովուրդը։ Եվ Աստծո խոսքն ասում է, այս բանի համար ջանք արեք։ Եվ նույնիսկ Տիրոջը երկրպագելու համար մենք պիտի ջանք անենք, աղոթելու համար մենք պիտի ջանք անենք։ Հոգին հոժար է, մարմինը տկար։ Մենք պետք է իշխենք մեր մարմնի վրա։ Տնից կաղոթեմ, ոչինչ, բան չկա։ Ոչ, տնից չէ, գնացեք, միաբանվեք, միացեք միաբան աղոթքի թիմին և աղոթեցեք։ Տնից կհետևեմ օնլայն, ոչ տնից մի հետևի։ Գնա եկեղեցի և միացիր այդ կենդանի երկրպագությանը։ Միացիր քրիստոնյաներին, քո քույր եղբայրներին և նրանց հետ միասին, որ Սուրբ Գիրքն ասում է, նրանք միացել են երկնային բազմությանը, երկնային եկեղեցուն և միաբան երկրպագում են Տիրոջը, նրանց հետ մեկտեղ եղիր։ Մեր ջանքի թշնամու մասին մենք կխոսանք, բայց երբ որ մենք տեսնում ենք եկեղեցիներին ուղղված պատգամները, այնտեղ նաև մի գեղեցիկ բան ենք նկատում, որ Աստված ամեն եկեղեցու Տեր Հիսուսը թվարկում է նրանց լավ շնորհները, գեղեցիկ շնորհները։ Տարբեր եկեղեցիներ չէ, լավ շնորհներ ունեին, չէ։ Օրինակ, ես այնտեղ նայեցի, մենակ երկու եկեղեցի կար, որոնց մասին Տերը ոչինչ չի ասում, ասում է միայն համբերեք։ Դա Զմիուրնայի եկեղեցին էր և Լաոդիկիայի եկեղեցին։ Ներողություն, հիմա Ֆիլադելֆիայի եկեղեցում։ Բայց մյուս եկեղեցիներին ասում է, Եփեսոսի եկեղեցուն ասում է, գիտեմ քո գործերը, բոլոր եկեղեցիներին, գիտեմ քո գործերը։ Այսօր էլ ասում, ով Աստծո ժողովուրդ եկեղեցի, գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո ջանքը, գիտեմ քո սերը, գիտեմ քո համբերությունը, գիտեմ քո տառապանքը, գիտեմ քո նեղությունը։ Տեսեք, ամեն մեկի մի բան ասում է, լավ շնորհները, որ թվարկում է, Եփեսոսին ասում է, այդքան չարչարվում ես, նեղվում ես, ես անում, են ես անում, դրանք բոլորը գիտեմ, բայց մեկ բան ունեմ քո հանդեպ, առաջին սերդ թողել ես, այդ ամենը անում ես սովորույթի ուժով։ Եվ Տերը չէր ասում, ոչինչ, դե մի քիչ բան կլինի, այլ Տերն ասում էր, վերադարձիր, ապաշխարիր, այլապես կգամ և քո աշտանակը տեղից կշարժեմ։ Շուշան քուրը այստեղից մի գեղեցիկ խոսք ասեց, վերադառնանք այնտեղ, որտեղից որ նրա ձեռքը բաց ենք թողել և բռնենք նրա ձեռքը և ասենք Տեր, տար մեզ, առաջնորդիր մեզ, գնա և գամ քո հետևից, ինչպես Սաղմոս 139-ում է ասում, Տեր քննիր իմ ամբողջ ներսը և տես, արդյոք կա այնտեղ մի բան, որ ինձ կարող է շեղել, ինձ կարող է վնասել, ինձ կարող է դեպի կորստյան ճանապարհով տանել, Տեր,
դու ինքդ Տեր մաքրիր այդ տաճարը եւ ինձ առաջնորդիր հավիտենական կյանքի ուղիներով։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այնտեղ Թվադրիա եկեղեցուն դարձյալ ասում է. գիտեմ քո նեղությունը, քո չարչարանքը, քո սերը, քո տառապանքը, բայց քո դեմ ոչ թե մեկ բան ունեմ, այլ որոշ բաներ ունեմ։ Ասում է, որ թույլ ես տալիս Հեզաբել ոգում, Հեզաբելին, որ իրեն մարգարեուհի է անվանում, մոլորեցնի իմ զավակներին։ Այնուհետև գալիս է Սարդիկիայի եկեղեցուն եւ ասում է, շատ բաներ չի թվարկում Սարդիկիայի եկեղեցու մեջ, ասում է, ձեր մեջ մի քանիսը կան, որոնք իրենց հանդերձները չախտոտեցին։ Ես այստեղ մտածեցի, ով Տեր, գուցե Սարդիկիայի եկեղեցին 100 հոգի էր, գուցե 50 հոգի էր, գուցե 500 հոգի էր, ես չեմ կարող ասել, բայց այն խոսքը, որ դու ասում ես մի քանի հոգի կային, որ իրենց հանդերձները չախտոտեցին եւ նրանք ճերմակ հագած իմ հետ պիտի պտտեն, որովհետեւ արժան են։ Եվ մյուսներին կոչ է անում վերափոխվելու, սիրով լցվելու, ապաշխարելու, վերադառնալու դեպի Տիրոջը։ Այնուհետև Լաուդիկիայի եկեղեցուն է կոչ անում, Պերգամոնի եկեղեցուն է կոչ անում, եւ ասում է, նույնիսկ երբ Անտիպասը իմ հավատարիմ վկան ձեր մեջ սպանվեց, ասում է, քաջալերում եմ ձեզ, լավ է, որ դուք չուրացաք հավատքը, պահեցիք, համբերեցիք, զորացաք, բայց մի բան էր, ասում է, Բաղամի վարդապետությունն ու Նիկողոսյան վարդապետությանը հետևողներ ունես, ուշադիր եղիր, մաքրիր քո ներսից։ Եվ եթե մենք վերադառնում ենք Պողոս առաքյալի թղթերին, ապա մենք տեսնում ենք, որ միայն Տերը չէ, որ եկեղեցիներին այսպիսի հորդորներ է տվել։ Նայենք Պողոս առաքյալը ինչպես էր խոսում եկեղեցիների մասին։ Կորինթոսի եկեղեցուն, Գաղատիայի եկեղեցուն, Մակեդոնիայի եկեղեցուն, Թեսաղոնիկեին եկեղեցուն։ Մակեդոնացիներին ասում էր, ամեն բանում ինձ մասնակից եղաք, որտեղ նեղություն էի ունենում, դուք հասնում էիք ինձ, օգնում էիք ինձ, որի համար Պողոսը իսկապես շնորհակալական եւ գոհաբանական աղոթքեր բարձրացնում։ Գաղատացիներին ասում էր, այն առաջի օրը, որ հասա ձեր մոտ, ասում է, եթե ճար լիներ ձեր ձեռքում, ձեր աչքերն էլ կհանեիք եւ ինձ կտայիք, այդքան նվիրյալ էիք, ապա ինչ եղավ ձեր սերը, ինչ պատահեց ձեզ։ Եվ հորդորում էր վերափոխման համար։ Կորինթոսի եկեղեցուն մեկ բան, ջանքի համար մեկ բան էր ասում Պողոս, ասում էր, ինչպես որ լցվել եք հավատքով, ինչպես որ հարուստ եք խոսքով, ինչպես որ հարուստ եք գիտությամբ, տեսեք ինչքան բաներ է թվարկում Կորինթոսի եկեղեցում, որ Կորինթոսի եկեղեցին այս բաներն ուներ, թեև որոշ խնդիրներ ուներ Կորինթոսի եկեղեցին, բայց որքան գեղեցիկ շնորհներ ուներ, ասում է, եւ հայտնի է, ասում է, եղբայրների նկատմամբ, Աստծո զավակների նկատմամբ քո մեծ սիրով, բայց մեկ բան կար, որ Պողոսը Կորինթոսի եկեղեցուն հորդորում էր, որ ջանք անեն այդ շնորհով լցվել։ Կորինթոսի եկեղեցում ժլատություն կար։ Ժլատ էին։ Աստծո գործի մեջ ցանելու համար ժլատություն ունեին։ Եվ Պողոս առաքյալը հորդորում էր եւ ասում էր. ջանք գործադրեք, որ այս շնորհով առատանաք, ինչպես որ հարուստ եք մյուս խոսքերով, գիտությամբ, հավատքով, այս մյուսով, ջանք գործադրեք, որպեսզի այս շնորհքով էլ հարստանանք։ Մենք պիտի ջանք գործադրենք ամեն շնորհներով հարստանալու համար։ Տիրոջից խնդրելով, եթե մի բան կա, որ մենք տեսնում ենք, որ իրապես մենք սրա մեջ ծուլանում ենք, իսկապես մենք սրա մեջ թուլանում ենք եւ իսկապես այս բանը մեր մեջ վերափոխվելու կարիք ունի, հավատացեք, ոչ մի ծույլ չի վերափոխվում։ Այն ինչ որ Աստված մենք պիտի անենք, Աստված մեր տեղը երբեք չի անի դա։ Երբևէ տեսել եք Աստված խոնարհվի ինչ որ մեկի տեղը։ Խոնարհվելը մեր գործառույթն է, օրհնելը Աստծո։ Երբ Աստված ասում է խոնարհվիր, նա նաև շնորհք է տալիս, բայց մենք պիտի ջանք գործադրենք խոնարհության համար։ Հիմա մենք կասենք,
Մեզ ջանք է անհրաժեշտ։ Այո, եթե դու էմոցիոնալ անձնավորություն ես, ինչ որ մեկը գուցե քո ոտքը մի քիչ տրորի, հենց այն պահին, երբ որ դու ուզում ես արձագանքել, ձեռքը դիր քո բերանին, սա ջանք է։ Երբ որ ուզում ես նեղացնել ինչ որ մեկին, ձեռքը դիր քո բերանին, զսպիր քո լեզուն, ինչ է սա, սա ջանք է, եւ այդ ցուցաբերած ջանքը կամաց մեր կյանքում վեր է ածվելու սովորության, որը մեր կյանքում այդ սովորությունը, առողջ սովորությունները պիտի դառնան առողջ պտուղներ, որը պիտի փառավորի Տիրոջը։ Եվ մարդիկ տեսնելով մեր վերափոխումը, մարդիկ տեսնելով Աստծո զավակների վերափոխումը, պիտի փառք տան քո հորը, որ երկնքում է նստած, քո Աստծուն, որ երկնքում է, եւ նրա բազուկը, որ ուժ ունի ցածումը քեզ զորացնելու, եւ պիտի գան բռնեն քեզ, քո փեշից բռնեն, ասեն, մենք ուզում ենք գանք եւ երկրպագենք քո Աստծուն, որովհետեւ մենք տեսանք քեզ առաջ եւ տեսանք հիմա։ Ինչի արդյունքում է սա լինում? Սա ջանքի արդյունքում է լինում, երբ որ մենք ջանք ենք գործադրում։ Ամեն։ Մեկ հատված կա, երբ որ մենք ջանքի արդյունքում ցուցաբերած պտուղն ենք տեսնում։ Յուրաքանչյուր եկեղեցուն ուղված պատգամի վերջում մենք տեսնում ենք, որ այսպիսի մի խոսք կա գրված։ Եփեսոսի եկեղեցուն, երբ որ Տերն ասում էր առաջին սերը տես թողել, վերջում ավելացնում է, ասում է նա ով հաղթի, եւ ամեն եկեղեցուն տրվածից հետո, այս նա ով հաղթիից հետո մի խոստմունք է տալիս։ Մեկին ասում է նրան կյանքի ծառից ուտել կտամ։ Մեկ այլ եկեղեցուն, Թվատրիայի եկեղեցուն հատկապես ասում է, որտեղ որ ասում է թույլ ես տալիս Հեզաբել ոգուն մարգարեություն անի կամ մոլորեցնի իմ զավակներին, այնտեղ ասում է ով որ հաղթի, ես նրան իշխանություն եմ տալու ազգերի վրա։ Սա ինչ հաղթանակի մասին է խոսում, սա գլոբալ հաղթանակների մասին չէ։ Մենք պիտի մեր ջանքով հաղթենք այն անտարբերությանը, որ գալիս է դեպի մեզ, այն սերը, որ սառչում է մեր ներսում, մենք պիտի ջանք գործադրենք, սիրենք եւ մեր սիրով հաղթանակ բերենք, հաղթենք մեր ներսում եկած ամեն սառնությանը։ Մենք պիտի միաբանվենք եւ հաղթենք այն ոգուն, որ փորձում է ընդդիմանալ եկեղեցու դեմ։ Եվ այս հաղթանակի համար Տերը մեզ տալիս է խոստմունքներ։ Սարդիկիայի եկեղեցուն ասում է պիտի ուտես կյանքի, ներողություն, ասում է քո անունը չեմ ջնջի կյանքի գրքից։ Ամեն եկեղեցու մեկ խոստմունք է տալիս, նա ով հաղթի։ Հենց այդ իրավիճակների հաղթանակի մասին է խոսում Տերը եւ ոչ թե ընդհանուր գլոբալ հաղթանակի մասին, որովհետեւ ընդհանուր հաղթանակը նա վաղուց տարել է խաչի վրա։ Ամեն։ Ամեն։ Մենք իսկապես պետք է ջանք գործադրենք այն բաների մեջ, ինչի մեջ որ մեզ պակաս ենք տեսնում։ Կա չէ բաներ, որ մեզ դրա մեջ պակաս ենք տեսնում։ Օրինակ, մեր ջանքի ամենամեծ թշնամին որն է։ Ծուլությունը։ Առակաց գիրքը ծուլության մասին շատ երկար է խոսում, տարբեր համարների մեջ, եւ հիմնականում, եթե նկատել ենք, ծույլ մարդիկ միշտ ունեն պատճառաբանություն։ Երբեք նրանք չեն ասի, թե վայ, հոգնում եմ, չեմ անի, պատճառաբանություն։ Առակաց 22:13, ինչ է ասում, ասում է հրապարակում առյուծ կա։ Չեմ գնա։ Այս բաննարա չի, վայ, բա գիտեք, այսպես, այնպես, եւ 1-2 էջ ինչ որ շարադրություն է ասում։ Հրապարակում առյուծ կա, մեկ բառով, պատճառաբանություն, ուրիշ ոչինչ, բայց երբ մեր սիրտը ուղղվի կատարելու Տիրոջ գործը, Աստված ինչ պիտի անի, պիտի օրհնի, ջանքնել կտա, թե ներգործողը, թե կատարողը ինքն է։ Ջանքնել կտա, կներգործի էլ, ամեն բան կատարելու համար Տիրոջ շնորհքը կզորացնի մեզ։ Ամեն։ Մեր ամենամեծ թշնամին ջանքի մեջ ծուլությունն է, եւ ծուլությունը փոքրիկ բան չէ։ Հիշենք, որ
Մատթեոս ավետարանի 26-րդ գլխում, երբ Տեր Հիսուսը խոսում էր առակի մեջ թագավորի վերադարձի մասին, ասում էր. «Եվ պիտի ասի չար եւ ծույլ ծառա»։ Ծուլությունը քրիստոնյայի ամենամեծ թշնամին է։ Ծուլությունը բերում է աղքատություն, ծուլությունը բերում է հոգևոր աղքատություն, բերում է հոգևոր սնանկություն։ Եթե մենք ջանք չանենք մեր հոգևոր աճի համար, գիտեք, որ մենք պատասխանատու ենք Աստծո առաջ մեր հոգևոր աճի համար։ Մենք պետք է ջանք գործադրենք մեր հոգիների կերակրման համար, Աստծո խոսքով կերակրվելու համար։ Սա մեզանից ջանք է պահանջում։ Ժամանակ տա, ընթերցել, աղոթել։ Առակաց գիրքն ասում է. եթե փնտրես ինչպես արծաթն ես փնտրում, գիտեք, արծաթը այն ժամանակվա դրամական միավորն էր, տնտեսական շրջանառության դրամական միավորը։ Այսօր տնտեսական շրջանառության հիմնական միավորը համաշխարհային, որ պատտվում է, դոլարն է։ Մեր հայկական իրականության մեջ դրամը, մեկ այլ դրամական միավոր, դրամը, այլ կերպ ասած, Առակաց գիրքն ասում է. եթե դու փնտրես ինչպես փողն ես փնտրում, դու կստանաս, կիմանաս, կճանաչես Աստծո երկյուղն ու Տիրոջ գիտությունը։ Եթե մենք այն ջանքը, որ գործադրում ենք նյութական արժեքներ ձեռք բերելու համար, որոնք որ ենթակա են կորստյան, ապա որքան ավելի մենք պետք է ջանք եւ եռանդ դնենք հավիտենական արժեքների ճանաչողության համար։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հիմա տեսնենք, թե Սուրբ Գիրքը ինչերի մեջ է մեզ հորդորում, որ ջանք դնենք։ Ցանկը ամբողջական չէ, դուք կարող եք գիրքը ընթերցելով լրացնել եւ շատ ավելի բաներ կարող եք ավելացնել, բայց ես ուղղակի ընտրել եմ մի քանի բաներ, որ Սուրբ Գիրքը մեզ դրա մասին ասում է։ Ասում է ջանք թափեք իշինություն եկեղեցու, ավելանակ ամեն շնորհներով։ Մեկ այլ թարգմանության մեջ ասում է ջանք թափեք եկեղեցու ամրացման համար։ Ուղղված է յուրաքանչյուրի սիրելիներ։ Յուրաքանչյուր մեկս, որ հանդիսանում ենք եկեղեցու քարերից մեկը, կենթանի քարերից մեկը, Տերը մեզ ասում է, Տիրոջ խոսքը մեզ ասում է, ջանք թափեք եկեղեցու ամրացման համար, որովհետև այն մեր տունն է, այն մեր բնակարանն է, այն մեր Տիրոջ տունն է, Տիրոջ մարմինն է եւ մենք այդ մարմնի մեկ անդամն ենք։ Եվ մենք անտարբեր չպետք է լինենք, ինչպես ձեր ընտանիքներում անտարբեր չեք, չէ՞։ Եթե մի բան այն չի լինում, մայրիկը մի քիչ լավ չի զգում, չենք ասում ոչինչ, մեկը մի ժամից դզվելու է, 2 ժամից դզվելու է, անմիջապես գնում ենք, շրջապատում ենք, տեսնում ենք ինչ է պատահել, ինչն է նրա որ սրտով չի, գուցե լավ չի զգում, երեխան գուցե լավ չի զգում, անմիջապես մենք անհանգստություն եւ հոգատարություն ենք ցուցաբերում, ջանք ենք թափում, որպեսզի ընտանիքում ամեն բան լավ լինի։ Այդպես Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ մենք ջանք թափենք եկեղեցու միաբանության եւ ամրության համար, ինչպես ամուր պահեք միաբանության կապը, սիրո կապը։ Մեր ականջները հեռու պահենք ամեն տեսակ զազրախոսություններից, որ կործանում է լսողների հավատքը։ Երբ որ մենք թե մեր ականջները, թե մեր շուրթերը սուրբ ենք պահում, մեր ներսը ամուր է մնում եւ այդ տաճարը, որ Տիրոջ տաճարն է, լցված նրա սիրով եւ նրա հոգով, մենք կարողանում ենք հոգով ծառայություն մատուցել, կարողանում ենք հոգով սիրել, կարողանում ենք ամեն բան սիրով անել։ Մայր Թերեզան ասում էր, եթե մենք դատապարտում ենք մարդկանց, այլևս սիրելու ժամանակ չունենք։ Եվ ասում էր, այն խոսքերը, որոնք որ չեն լուսավորում, թանձրացնում են խավարը։ Իսկապես մենք պիտի ջանք գործադրենք։ Հաջորդը, որ ասում է ինչի վրա ջանք գործադրենք, Հռոմեացիների թուղթը 12-րդ գլխից ասում է գործի մեջ ծույլ մի եղեք, հոգով
ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք, Տիրոջ գործի մեջ ջերմեռանդ եղեք։ Տիրոջը ծառայություն անելը իսկապես պատիվ է ամենքիս համար, բոլորի համար, ով Տիրոջը ծառայում է, սա իսկապես մեծ պատիվ է մեզ համար, ձեզ համար, ինձ համար։ Գիտեք, մեկը կանչված է խոսքի մեջ քարոզելու, մեկը կանչված է օգնող լինելու, մեկը կանչված է երգելու, մեկը կանչված է մեկ այլ շնորհի մեջ։ Աստծո խոսքն ասում է, ում ինչ շնորհ որ տրված է, թող դրանով ծառայություն անի մյուսներին։ Միայն հոգևոր պարգևների մասին չէ խոսքը։ Այստեղ դուք բոլորդ ունեք բազում գեղեցիկ շնորհներ ունեք։ Մեկը լավ բժիշկ է, մեկը լավ շինարար է, մենք ունենք, չէ՞, մեր մեջ լավ շինարարներ ունենք, լավ բժիշկներ ունենք, լավ վարորդներ ունենք, լավ վարսահարդարներ ունենք, ինժեներներ գուցե ունենք, դասախոսներ ունենք, ուսուցիչներ ունենք։ Այս ամենը, իմ սիրելի քույր եւ եղբայր, մենք փողով չենք գնել։ Աստված այս շնորհով լցրել է մեզ, եւ Աստված ինչ շնորհով որ լցրել է մեզ, մենք պետք է այդ շնորհով ծառայություն անենք, թե մեկը մյուսին եւ թե Տիրոջ տան մեջ։ Եվ Աստծո խոսքն ասում է վերջին մարգարեական խոսքի մեջ, վերջին մարգարեի խոսքի մեջ, եւ երկու հոգի զրուցեցին, ասում է, եւ Աստծո առաջ հիշատակի գիրք գրվեց, եւ Տերը լսում էր նրանց խոսակցությունը, եւ ահա վերջում ասում է, եւ ահա ետ կդառնաք եւ կտեսնեք Տիրոջը ծառայություն անողի եւ Տիրոջը ծառայություն չանողի տարբերությունը, եւ Աստված հորդորում է ամենքին, որ Տիրոջ առջև ծառայություն կատարել։ Գիտեք, երբ որ մենք մտնում ենք եկեղեցի, աթոռն ենք սրբում, մի բան ենք ուղում, աղբն ենք թափում, այս մյուսն ենք անում, այս ամենը Տիրոջ առջև հաճելի է։ Տերը հաճույք է ստանում։ Գիտեք, ֆիզիկական դաշտի մեջ մենք աղբն ենք տանում, թափում, բայց մեր սրտի մեջ դա սիրով ենք անում, եւ մեր սրտի սիրուց բարձրացած այդ խնկաբույր, որ այդ սերը, որ խնկի բույր ունի, որ խիստ հաճելի է Տիրոջ առջև, դա պատվական է Տիրոջ առջև, եւ Տերը պատվում է։ Երբ որ մենք այդ հոգով ենք ծառայում Տիրոջը, Աստված պատվում է մեզ ամենքիս։ Ամեն։ Ահա սրա համար մենք պետք է ջանք գործադրենք, մենք պիտի հաղթենք մեր ծուլությանը, մենք պիտի հաղթենք անտարբերությանը եւ հոգով հաղթելով սրան պիտի ժառանգենք Տիրոջ գեղեցիկ խոստմունքները, որ կա մեզ համար։ Երրորդը, որ ուզում եմ ասել, ասում եմ ջանք թափեք, որ ձեր կոչումն ու ընտրությունը հաստատեք կամ հաստատուն պահեք։ Եվ այս բաներն անելով երբեք չեք ընկնի, քանի որ այդպես ձեզ առատորեն շնորհվելու է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ մտնելը։ Ջանք թափեք, որպեսզի ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ պահենք։ Ինչ կոչումի մեջ ենք մենք կանչվել։ Ինչի մեջ ենք կանչվել, ինչի մեջ ենք անում։ Տիրոջ տան մեջ ինչ ենք անում, ինչ շնորհ ունենք։ Հնարավոր է մենք բազում շնորհներ ունենանք, բայց դրանցից որևէ մեկն էլ չկիրառելով ոչ մի արդյունք չտանք։ Հիշում եք քանքարների առակը։ Մեկը այսքան ուներ, մեկը այնքան, եւ այդ մարդկանց ջանքի շնորհիվ Տիրոջ արքայության մեջ մի բան ավելացավ։ Եվ Տերը շնորհ արեց այն մարդկանց, բայց այն մեկը, ով իր քանքարը այդպես էլ թաքցրեց, ասում է, նա ով մտածում է, որ ունի, իրանից կվերցրի եւ մեկ ուրիշին կտրվի։ Հետեւաբար, երբ որ մենք շնորհներ ունենք, մենք չպիտի թաքցնենք, մենք պիտի դա գործածենք։ Ուշադիր լինենք, որպեսզի ջանք թափենք, որ մեր կոչման եւ ընտրության մեջ հաստատուն մնանք, եւ դա գնալով ել ավելի աճի եւ ել ավելի զորանա։ Ամեն։ Հիմա ինչն է ասում Աստծո խոսքը այս բաներն անելով երբեք չեք ընկնի։ Երկրորդ Պետրոս առաջին գլխից է մի ահագին բան է թվարկում, հետո ասում է այս բաներն անելով երբեք չեք ընկնի։ Մենք ընթերցում ենք երկրորդ Պետրոս առաջին գլխի 5-րդ խոսքից։ Ուրեմն ամենայն ջանք գործադրեք, ասում է, որպեսզի ձեր հավատքը հարստացնեք։ Մենք ունենք հավատք,
բայց մենք կարիք ունենք մեր հավատքը հարստացնելու, ճոխացնելու։ Դուք մենք բոլորս ամանորին նոր տարվան ինչ ենք դնում մեր տան մեջ։ Տոնածառ։ Հետո այդ տոնածառը հարստացնում ենք խաղալիքներով, հենց մի կանանչ ծառ չի, որ դնենք, ասենք դե ծառա, դրել ենք, հետո կվերցնենք, կտանենք ամսի 13-ից հետո, չէ, դնում ենք, զարդարում ենք, խաղալիքներ ենք կախում, փայլեր ենք կախում, ինքը գեղեցիկ տեսք է ստանում, եւ այդպես էլ Աստծո խոսքն ասում է, ջանք արեք ձեր հավատքը հարստացնելու համար։ Ինչով պիտի հարստացնենք մեր հավատքը, որ արդեն հավատում ենք, ասում է, հավատքը հարստացրեք առաքինությամբ, պարկեշտությամբ եւ առաքինությամբ։ Սրանք շատ կարևոր հատկանիշներ են քրիստոնյաների համար։ Առաքինի հագնվենք, առաքինի խոսանք, առաքինի զրուցենք, առաքինի վարք ունենանք, բարի վկայություն, թե դրսում եւ թե ներսում։ Պողոս առաքյալն ասում էր, դրսինների հետ ես գործ չունեմ, ես ներսինների մասին եմ խոսում։ Այլապես ստիպված պետք է լինեինք աշխարհից դուրս գտնվելու։ Ես խոսում եմ ներսինների մասին, եւ այդպես էր ասում Պողոս առաքյալը։ Այնուհետև մեր հավատքը ինչով հարստացնենք։ Գիտությամբ, եւ այս ամենի համար ասում է ջանք թափենք, որ հարստանանք առաքինությամբ, գիտությամբ, զսպվածությամբ, ժուշկալությամբ։ Արդյոք զսպվածության համար ջանք է անհրաժեշտ։ Մեծ ջանք, շատ ավելի մեծ ջանք է անհրաժեշտ։ Ջանք բառը, մեր բառարանը, հայագիտական բառարանը թարգմանում է այսպես, այսպես է տողաբացվում։ Մտավոր, ֆիզիկական եռանդ, որ գնում է մարդուց, պահանջվում է ջանք, փութաջանություն, էներգիա, որ գնում է մարդուց, այսինքն քեզանից ինչ որ մի բան զոհաբերություն պահանջվելու է, որ դու դա անես, եռանդ ես դնելու դրա մեջ։ Զսպվածություն ցուցաբերելու համար մեզ իսկապես ջանք է անհրաժեշտ։ Համբերությամբ հարստացնենք մեր հավատքը, որքան կարևոր է համբերությունը։ Տեր, սա եմ ուզում, հենց հիմա եմ ուզում, հենց այս պահին եմ ուզում։ Մեր ժամանակները Տիրոջ ժամանակները չեն։ Տերն այլ ժամանակ ունի, մենք այլ ժամանակ ունենք։ Ժամանակի ընկալումը բոլորովին տարբեր է մարդկանց համար, Տիրոջ համար։ Դրա համար Աստված Աբրահամին ասաց. եկող տարի մարդկանց ժամանակի համեմատ, մարդկային ժամանակի համեմատ, եկող տարի Սառան կհղիանա եւ մի զավակ կունենա եւ նրա անունը Իսահակ կդնես։ Աստված անպայման շեշտադրում կատարեց, որ այս ժամանակի մասին, որ ես խոսում եմ ձեր մարդկային ընկալման ժամանակի մասին, ոչ թե Տիրոջ ժամանակների մասին, որովհետև Աբրահամն արդեն գիտեր, որ Տիրոջ ժամանակը չգիտի, 13 տարի է արդեն Տերը նրան ասել էր, որ քեզ զավակ կտամ։ Եվ Աբրահամը համբերությամբ գնում էր։ Եվ ահա մեկ օր Տիրոջ հրեշտակը հայտնվեց եւ պատգամը փոխանցեց։ Մեզ համբերություն է անհրաժեշտ։ Աստծո խոսքն ասում է, մեզ համբերություն է պետք, որ այս ամենը կատարելուց հետո խոստմունքը ժառանգենք։ Ամեն։ Աստվածապաշտությամբ, ճշմարիտ աստվածապաշտությամբ հարստացնենք մեր հավատքը, եղբայրասիրությամբ հարստացնենք մեր հավատքը։ Երեք աշոտ եղբոր հետ խոսում էինք նախանցած շաբաթվա պատգամի մասին, երբ որ այնտեղ թվարկում էր հայր, Եղիան, երբ որ Եղեսեն դիմում էր Եղիային, գիտեք, մի հետաքրքիր բան կար, մեր հասարակական ընկալման մեջ, մեր կենցաղի մեջ, հայր ասելը այլ կերպ է ընկալվում, աստվածաշնչյան մշակույթի մեջ հայր ասելը մեկ այլ կերպ է ընկալվում։ Մենք երբ որ ասում ենք հայր, մենք պատկերացնում ենք գուցե հենց այսպես. Պապան պիտի մեզ համար մեքենա առնի, ամեն հոգսերս անի, ամեն ինչը, այս մեկը, սա հարցերս լուծի, ես էլ նստեմ վայելեմ։ Բայց սա չի աստվածաշնչյան հայրության սկզբունքը։ Ճշմարիտ հայրը, Աստված,
ինչ է անում, նա մեր փոխարեն ինչ որ մենք պիտի անենք, նա դա չի անում, բայց դրա փոխարեն ինչ անում, նա մեզ բժշկություն է տալիս, մեր վերքերի վրա բալասան է դնում, մեզ քաջալերում է, մեզ զորացնում է, մեզ օգնում է, տկարության օրերին մեր կողքն է լինում, սովորեցնում է եւ իմաստության մեջ առաջնորդում է։ Սա հայրության մոտեցումն է, ծածկոց է տարածում մեր վրա, հոգատարություն է կատարում, բայց այն ինչ որ մենք պիտի անենք, հայրը մեր փոխարեն երբեք չպիտի անի։ Եվ մենք պետք է իսկապես ունենանք աստվածաշնչյան հայրության ճշմարիտ ընկալումը եւ մեր ընկալումների մեջ հեղափոխություն տեղի կունենա եւ մեր հոգեվոր աչքերը կբացվեն եւ մենք կտեսնենք ինչքան բաներ կար, որ իսկապես հայրաբար էր, բայց մենք չենք ընկալել դա որպես հայրություն։ Ասում է ձեր եղբայրասիրությունն էլ, այստեղ որ ասում է եղբայրասիրություն, սիրո մասին, եղբայրասիրության մասին լիքն է, ամբողջ Աստվածաշունչը, ինչպես պետք է վերաբերվել, սա չի խոսում զգացմունքային սիրո մասին, չպետք է մոռանալ գութն ու սերը, բայց երբեք էմոցիաների մեջ բաց չթողնել Աստվածաշնչյան ճշմարտությունը։ Արդյոք Պողոսը չէր սիրում Պետրոսին, սիրում էր մեզանից առավել, հոգատար էր մեզանից առավել, եւ նրանք երկու հսկաներ էին, մեկը այս թևի մեջ, հեթանոսների մեջ կանչված ծառայելու, մեկը հրյաների մեջ կանչված ծառայելու, Տիրոջ տան մեջ երկու հսկասյուներ էին այս մարդիկ, եւ մեկը մյուսին պատվում էին եւ մեկը մյուսին սիրում էին։ Եվ ահա մենք հանդիպում ենք Պողոսի խիստ հանդիմանությանը Պետրոսի նկատմամբ։ Պետրոս, ինչու կեղծավորվեցիր։ Երբեք Պողոսը ճշմարտությունը չէր ծածկում մեկ այլ բանով։ Հենց այդ սերն էր ստիպում, որ ճշմարտությունը խոսա Պողոս առաքյալը։ Դրա համար նա ասում էր. ճշմարիտ եմ ասում Տիրոջով եւ սուտ չեմ խոսում։ Եվ ասում է ձեր հավատքը հարստացրեք սիրով, որովհետեւ ամեն բան պիտի վերջանա, բայց սերը պիտի մնա հավիտյան։ Ամեն։ Եվ վերջինը, որ Աստծո խոսքը ուզում եմ ասել, ինչ է ասում, ինչի համար ջանք գործադրեք, ասում է Տիտոսին գրված նամակում Պողոս առաքյալն ասում է. Աստծուն հավատացողներին հորդորիր, թող բարի գործեր կատարելու համար ջանք թափեն։ Բարի գործեր կատարելու համար ջանք թափեն։ Սայաթ Նովան մի գեղեցիկ խոսք ունի, ասում է ղոնախ սիրե։ Այդ բանաստեղծությունը գիտեք չէ, որ ասում եմ անգաճկալ այդ բանաստեղծությունը ամեն քառատողի վերջում գեղեցիկ ավարտ ունի եւ ասում է գիր սիրե, Ղալամ սիրե, Դավթար սիրե։ Հետո ասում էր Աստված սիրե, Հոգի սիրե, Յար սիրե։ Վերջում ասում էր թեկուզիս դատաստանի չի ենթարկվիս, ասում է վանք սիրե, անապատ սիրե։ Չէր ասում գնա կենդանի անապատը, բայց անապատ ասելով հենց ի նկատի ուներ ջանքը, նեղությունը, հաճույքներից հեռու մնալը, մի քիչ մարմնին նեղություն տալը, այս ամենը նկատի ուներ։ Դրա համար ժամանակի մենք ունեցել ենք գեղեցիկ հավատքի մեջ հաստատուն հայրեր։ Եվ քանի որ հայտնության գիրքը մեզ ասում է, ահա Հովհաննես, ես բառացի չեմ մեջ բերում, ուղղակի իմաստն եմ ասում, ահա որ տեսար այն 7 աստղերը, որ իմ ձեռքերի մեջ են, եւ այն ճրագակալները, ուզում եմ ասել, որ այդ աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն են։ Գիտեք, այդ հրեշտակները այդ եկեղեցու համար պատգամներ են բերում։ Այն ինչը, որ պետք է այդ եկեղեցին հարստանա դրանով, Տերը այդ եկեղեցուն պատգամներ է ուղարկում։ Մեկ եկեղեցի հարուստ է խոսքով, տկար է ջանքով, մեկ եկեղեցի հարուստ է ջանքով, տկար է այս մյուս շնորհքով, մեկը առավել է սրանով, մեկը պակաս նրանով,
եւ Աստված ահա ուղարկում է այս ամեն պատգամները, որպեսի հարստացնի իր եկեղեցին, որպեսի պատրաստի իր հարսին, եւ Հայտնություն 19-ում ասում է հարսը պատրաստեց ինքը իրեն։ Հարսն է պատրաստում ինքը իրեն։ Եվ Փեսան գալիս է իրեն տանելու։ Եվ մենք ջանք թափենք իսկապես մեզ պատրաստելու, որպեսի երբ Տերը գա, ամաչելու ոչ մի պատճառ չունենանք։ Եվ Աստծո խոսքի պես պետք է ասենք, որ զգույշ լինենք, որ երկնքից խոսողին չմերժենք, այլ աղոթենք, որպեսի եթե մի բանի մեջ պակաս ենք գտնվում, եթե մի բանի մեջ թերի ենք գտնվում, ասենք Տեր շնորհ արա, օգնիր, որպեսի հարստանամ ջանքով, որպեսի հաղթեմ այս ծուլությանը, որպեսի հաղթեմ այս մի բանին, որպեսի առավել լինեմ այս շնորհքով, շատանամ տալու մեջ, շատանամ վազելու մեջ, շատանամ երգելու մեջ, շատանամ այս մեկ օգնելու մեջ, այն ինչը որ անհրաժեշտ է, Տեր, ինչը որ պակասում է, օգնիր, որ հարստանամ այդ շնորհքով։ Ամեն։ Օրհնյալ լինեք Տիրոջից, եկեք կանգնենք աղոթքի եւ աղոթենք, որպեսի Աստված զորացնի եւ օգնի մեզ, որովհետեւ ամեն շնորհների Տերը Աստված է։ Փառք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։ Գոհություն եւ պատիվ քեզ, Տեր։ Ով մեծ Աստված։ Ով փառած Տեր։ Երկրպագում ենք քեզ, Տեր, փառք ենք տալիս քեզ, Տեր։ Շնորհակալություն ենք բերում քո առջև, իմ Տեր։ Որ դու խոսում ես, Տեր, որ դու մատնացույց ես անում, Տեր, որ բալասան ես դնում, իմ Տեր, և վերականգնում ես, իմ Տեր։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ քո խրատը, Տեր, չի պակասում մեզանից, իմ Տեր, որովհետև ում որ դու սիրում ես, Տեր, խրատում ես, Տեր։ Ով սրտեր քնող Աստված, ես իմ սիրտը բերում եմ քո առջև, իմ Տեր։ Տեր, դու ինքդ քննիր այն, Տեր։ Եվ քո Դավիթ ծառայի պես ուզում եմ ասել, Տեր, որ անգամ, Տեր, իմ անձի ներսում թաքնված, Տեր, անձնապաստան մեղքերից անգամ ազատիր, Տեր, օգնիր, Տեր, բացահայտիր, լույս սփռիր, Տեր, արդյոք ինչ կա, որ ես չեմ նկատում, Տեր, գուցե, Տեր, մի շնորհ կա, որ ուզում ես ես դրանով առատանամ, իմ Տեր, շնորհ արա, օգնիր, իմ Տեր, որպեսզի, իմ Տեր, իմ կյանքից ջանքը չպակասի, Տեր։ Լցրում ես ջանքով, Տեր, իշխինություն քո եկեղեցու, իմ Տեր, լցրում ես ջանքով, որպեսզի հարստացնենք մեր հավատքը, Տեր, լցրում ես ջանքով, Տեր, ամեն բարի գործերի համար, իմ Տեր, որ հաճելի է քո առջև, իմ Տեր։ Շնորհակալ եմ, Տեր։ Ամեն փառքերը քեզ եմ բարձրացնում, Տեր։ Եվ սրտիս երկրպագությունն եմ բերում դեպի քեզ, իմ Տեր։ Ով Տեր, փառք ես։
ով մեծ Աստված, փառք ես։ Դու որ քո խոսքով Տեր արարել ես Տեր ամբողջ տիեզերքը իմ Տեր։ Լսեք ով լեռներ, լսեք ով ծովեր եւ նրա մեջ բնակվողներ։ Աստված թագավոր է։ Լսեք ով երկինք եւ ով երկիր, արև եւ լուսին, երկնքում եղող աստղեր։ Տերը թագավոր է։ Փառք ես Տեր, օրհնյալ լինի քո սուրբ անունը Տեր, այժմ մինչև հավիտյան իմ Տեր։ Ամեն։ Հիսուս, ես խոնարհվում եմ, բարձրացնում եմ իմ ձեռքերը վեր, հանձնվելու քեզ, Հիսուս, սրտով իմ կանչում եմ, և ուզում եմ հետևել քեզ Տեր, ճամփաներիդ մեջ, հոգով քո զորացրու, սիրով քո հաստատիր, լույսով տառաջնորդիր, քեզանից բացի չունեմ մեկին, հոգով քո զորացրու, սիրով քո հաստատիր, լույսով տառաջնորդիր, քեզանից բացի չունեմ մեկին։ Հիսուս, լռության մեջ սպասում եմ, սպասումիս խորքից տալիս եմ քեզ ողջ էությունս, Հիսուս, լացրու էությունս, բարձրացիր իմ մեջ Տեր քո փառքով և թար ինձ Տեր խորքերը քո, հոգով քո զորացրու, սիրով քո հաստատիր, լույսով տառաջնորդիր, քեզանից բացի չունեմ մեկին, հոգով քո զորացրու, սիրով քո հաստատիր, լույսով տառաջնորդիր, քեզանից բացի չունեմ մեկին, հոգով քո զորացրու, սիրով քո հաստատիր, լույսով տառաջնորդիր, քեզանից բացի չունեմ մեկին, հոգով քո զորացրու, սիրով քո հաստատիր, լույսով տառաջնորդիր, քեզանից բացի չունեմ մեկին։ Ուզում եմ տարածել Տեր փառքը քո, 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 ուզում եմ
Ուզում եմ տարածել Տեր փառքը քո Շնորհակալ ենք Տեր։ Հոգով քո սորացրու Սիրով քո հաստատի Լույսով դառաջնորդի Քեզանից բացի շունեմ մեկից Աղոթքի ծառայողները կարող են առաջ գալ։ Հրավիրում եմ այստեղ աղոթքի ծառայողներին եւ ովքեր որ աղոթքի կարիք ունենան, թող մոտենան եւ աղոթքի ծառայողները կաղոթեն իրենց համար։ Եկեք շարունակենք Տիրոջ ներկայության մեջ երկրպագել նրան։ Հայտնության գիրքն ասում է. եւ նրանք մի նոր երգ էին երգում նրան։ Եվ Մովսեսի ծառայի երգն էին երգում եւ ասում էին. մեծ ու զարմանալի են քո գործերը, ով Տեր, մեծ Աստված ամենակալ, հրաշալի են քո գործերը։ Հալելույա քեզ Տեր։